հրդեհները տարբեր տեղերից է, իրար հետ կապ չունեն, մեկը Սյունիք ու մեկը Գեղարքունիքի մարզում, ասենց խառը վիճակը հասկանում եք, տարբեր տեղերից է, իրար հետ կապ չունեցող։ Եվ սա արդեն մտորումների մեջ է մարդու գցում, որ այս մասշտաբները, այսքան մասշտաբ, այս կլիմայական իրավիճակում, այս ամիսներին չեն կարող։ Ուրեմն այդպես ուղղակի, ասենք, ստեղ մեկը խոտը վառեց, Սյունիքում կրակը շարունակվեց։ Հայաստանի տարբեր մարզերում արդեն մի քանի օր է շարունակվող հրդեհները մտահոգիչ մասշտաբներ են ստանում։ Կրակը հասել է նաև Դիլիջանի անտառներ։ Ինչն է պատճառը դարձել միաժամանակ տարբեր տարածքներում բռնկված այս հրդեհների։ Բնապահպան Սիլվա Ադամյանը մտահոգիչ է համարում միանգամից մի քանի մարզերում հրդեհի տարածվելը։ Որ մարդածին են, դա միանշանակ է, որ այս եղանակին, այս իրավիճակում, այսինքն մենք հիմա օգոստոս ամսում չենք, ոչ էլ հուլիս ամսում ենք, որ 38-39, 40 աստիճան ջերմաստիճան լինի եւ ինչ-որ հրդեհ սկսի ինչ-որտեղ եւ դա շարունակական լինի։ Էլի, այդ պարագայում էլ կարող է մարդածին լինել, բայց մեծ մասը իհարկե կլիմայի փոփոխության հետ է կապված։ Բայց հիմա, ինչպես մենք տեսնում ենք, ավելի ցուրտ եղանակ է եւ խնդիրը նրանում է, որ տարբեր մարզերում, տարբեր տեղերում մարդիկ ուրեմն հավաքելով չոր տերևները, իրենց դաշտերում խոտը վառելով կարող են ստեղծել այսպիսի հրդեհավտանգավոր վիճակ, կարող են, բայց դա դեռ անկեղծ ասած ոչ մեկը չի ապացուցել, թե ինչից է այս ամեն ինչը եղել, սա ուրեմն մեր բնապահպանական տեսակետն է եւ սրա մասին միայն ես չեմ խոսում են եւ մնացած բնապահպանները, որոնք որ ուրեմն գիտեն, թե իրավիճակը ինչպիսին է։ Խնդիրը նրանումն է, որ նաև մենք ունենք կլիմայի փոփոխություն, ինչպես տեսնում եք, որ նոյեմբերին արդեն դեկտեմբերի մեջ ենք մտնում, եթե մատերի վրա հաշվեք, մի քանի անգամ տեղումներ եղել ու շատ քիչ քանակությամբ, եւ կան դեռ չոր խոտածածկեր, եւ դրա պատճառով կարող է այսպես հրդեհը շատ ուժեղ տարածվել տարբեր ուրեմն տեղերում։ Հրդեհները սկսվեց Թթուջուր ճամբարակ հատվածից, որը շատ քաղաքացիների անգամ համայնքապետարանի աշխատակիցների կողմից պնդում էին, որ դա եկել է սահմանի մյուս կողմից։ Այսինքն կարող ենք համարել, որ հրդեհները դիտավորյալ կարող են արված լինել։ Գիտեք ինչ, ես այստեղ հիմա դա պնդել չեմ կարող, բայց իհարկե հավանական է։ Դա էլ կարող է հավանական լինել եւ դրա համար ես ինչքան որ լսեցի, միտեղ դրել էին քաղաքապետի ելույթը Երևան քաղաքի, բայց չգիտեմ ինչի է դեռ կապված, դա ասեց, որ մենք գիտենք, որ դա ուրեմն մարդածին է, մենք գիտենք, որ դա հատուկ է արված, պատասխանատվություն պիտի կրեն, բայց ինձ ասեցին, որ դա կապված էր Նուբարաշենի հետ, դրա մասին ենք խոսում, բայց ընդհանուր առմամբ իհարկե դուք իրավացի եք, որովհետև իմանայեք, ես որ ցենց նայում եմ, հրդեհները տարբեր տեղերից է, իրար հետ կապ չունեն, մեկը Սյունիք ու մեկը Գեղարքունիքի մարզում, ասենց խառը վիճակը հասկանում եք, տարբեր տեղերից է, իրար հետ կապ չունեցող։ Եվ սա արդեն մտորումների մեջ է մարդու գցում, որ այս մասշտաբները, այսքան մասշտաբ, այս կլիմայական իրավիճակում, այս ամիսներին չեն կարող։ Ուրեմն այդպես ուղղակի, ասենք, ստեղ մեկը խոտը վառեց, Սյունիքում կրակը շարունակվեց։ Այդպես դժվար չէ լինի, էլի, հասկանում եք։ Բայց որ հրդեհները կարող են դրա հետևանք լինել, դա միանշանակ է, որ մենք ունենում ենք այդպես հրդեհներ, ու առաջի դեպքը չի, որ ասենք ինչ որ մի մասում, օրինակ Տավուշի մարզում կարող էր ասես լոկալ հրդեհ լինել եւ անմիջապես այդ հրդեհը ճիշտ է դժվարությամբ, բայց մարվում էր։ Հիմա ինչպես տեսնում եք, նորը մեր գործընկերները դրել էին Դիլիջանում խայտառակ վիճակը։ Անտառներն են սկսել վառվել եւ սրա մասին պետք է մտածել, սա ուրեմն լուրջ խնդիր է եւ բնապահպանական եւ ինչու ոչ։ Նաեւ եթե մենք
գտնենք այն մարդկանց, ովքեր որ պատճառ են դարել նման հրդեհների, նաև քաղաքական խնդիրներ կարող են այստեղ ծագել։ Լեզալ իրավիճակի նայու ինձ համար էլ է։ Ես հիմա նայում եմ արդեն տեղեկատվությունը 2 օր առաջ ուրիշ իրավիճակ էր, հիմա արդեն ուրիշ է։ Երեկահազանգը արդեն եկա Դիլիջանի անտառներից։ Սա լուրջ բնապահպանական խնդիր է, էկոլոգիական։ Նախ պետք է իմանանք որտեղից է սկսել, եւ եթե ինչ որ մեկը նպաստել է դրան, ես չեմ կարող ասել ով եւ ինչ, ուրեմն պետք է այդ մարդիկ պատիժ գրեն եւ դրանք պետք է գտնվեն այդ մարդիկ, ովքեր որ նպաստել են այդ հրդեհներին։ Հիմա տեսեք Դիլիջանն է վարվում։ Արգելավայրեր կան, արգելոցներ կան, չգիտենք մինչև ուր կարող է այդ ամեն ինչը գնալ եւ հասնել, այնտեղ մեծ վնաս է բուսական աշխարհին, բերքատու շերտին, հողի, կեսաբազմազանությանը կենթանիներ ունենք, չէ՞, անտառի ներսում, մարդկանց առաջին հերթին, մթնոլորտը արտանետվում CO2, CO, մեթան, այս ամեն ինչը մարդիկ շնչում են։ Իրավիճակը բավականին բարդ է, ճիշտ է, գտնվում են նաև այսպես ինքնակոչ բնապահպաններ, որոնք իրանց էջերում չակերտավոր բնապահպաններ գրեն են, որ մենք իրավիճակը այսպես շատ ենք ուռճացնում, մենք անգրագետ ենք, գիտեք, մենք հաշվարկներ ենք արել, աշխարհի ամենահայտնի կայքերում դրած է, որ Հայաստանի օդի վիճակը վատ է։ Շրջակա միջավայրի նախարարությունը իր փողակով ընդունում է, քաղաքապետարանը ընդունում է, որ այո, հրդեհների հետ կապված լուրջ մթնոլորտային խնդիրներ մենք ունենք եւ Երևանում եւ մարզերում։ Լուրջ խնդիրներ կան այստեղ, ես նայում եմ ուղղաթիռներով են ջուրը լցնում, բայց ուղղաթիռներով չի օգնի դա։ Ես հիշում եմ Խոսրովի արգելոցի հրդեհի ժամանակ Ռուսաստանի Ֆեդերացիայից ինքնաթիռ էին վարձել, որը տոննաներով ջուրը հատուկ դրա համար է ինքը նախատեսված, այդ ինքնաթիռը գյուղատնտեսական աշխատանքների համար։ Տոննաներով ջուր էր լցնում, չէր կարողանում հախից գալ, նույնիսկ դա։ Եվ երբ որ մենք հարցը դրեցինք ու ասեցինք, որ ինչու Հայաստանի Հանրապետությունում մինչև հիմա այսքան գումար է մտնում կլիմայի փոփոխության հետ կապված ծրագրեր արվում, ինչու մենք չունենք այդպիսի ինքնաթիռ, իմանալով հանդերձ, որ ամեն րոպե, ամեն վայրկյան, այն էլ Հայաստանի պես երկիրը, որ շրջապատված է թշնամիներով, 4 կողմից, անկեղծ եմ ասում, 4 կողմից թշնամի են, ասես մնացել ենք շվարած մենք ես մի փոքր տեղում, մենք պետք է ունենանք ամեն բան, չունենք մինչև հիմա, ասում ամեն ինչ ունենք, բա ուր է այդ ինքնաթիռը, նույնիսկ միտեղ չեմ անում, այս քաղաքագետներից ասես, որ միջալոց Ադրբեջանում իրանք ունեն այդպես ինքնաթիռներ, հրդեհները մարելու համար, ես հիշում եմ, որ ես ռեպորտաժի ժամանակ այդպիսի ուրեմն նախադասություն եմ լսել, կարող է եւ ունենան, բայց ինչու մենք չունենք, որ այսօր այդ տոննաներով ջուրը 2 ինքնաթիռով լցնեին եւ այս իրավիճակի առաջ մենք չկանգնեինք, մինչև հիմա գլուխ ենք գովում, այս ունենք, այն ունենք, փաստացի, իսկ բաներ ուղղաթիռները նախատեսված չեն դրա համար, նրանք չեն կարող այդպիսի քանակությամբ ջուր տեղափոխել, հնարավոր չի, ամբողջ աշխարհում այդ ինքնաթիռներն են ուրեմն օգտագործվում։